Դրանց կարծիքով բոլոր կուսակցություններում պետքա լինի ֆյուրեր։ Ֆյուրերն ասում է պետքա չոքեք եկեղեցում, բոլորը չոքում են կյանքում առաջին անգամ։ Ֆյուրերն ասում է որ պատարագի պետքա գնանք, բոլորը գնում են։ Ֆյուրերը մի օրով գնում է Պուտինի հետ հանդիպման, Երևանում չի լինում Կիրակի օրը, որևէ մեկը դրանցից պատարագի չի գնում։ Ֆյուրերի մոտ կա կենտրոնացված կառավարում եւ որևէ մեկը իրավունք չունի այլ տեսակետ։ Սրանց իրականում շարժման հարցը ինչ է։ Դաշնակցության մեջ ընդունված է որ դաշնակցական մամուլը մտքեր գեներացնող է եւ դաշնակցական մամուլի մեջ դաշնակցության տեսակետը արտահայտում է միայն խմբագրականը առաջին էջի գրված հոդվածը, որը չի էլ ստորագրում, խմբագրի սյունակն է։ Տեսակետների բախումը մեր մամուլում վերջում բյուրեղանում է դաշնակցության տեսակետով։ Եվ հիմա մեջբերել մի հոդվածից 90 թվական դաշնակցությունը հստակ արտահայտվել է անկախության հռչակագրի կողմ, ուրախացել ենք բոլորս, ինչպես ցանկացած հայ։ 91 թվական անկախության հարակվեի նախօրյակ դաշնակցության այդ ժամանակվա կենտրոնական կոմիտեի հայտարարություն է, բազմաթիվ հայտարարություններ, դա այն գաղափարն էր, որ 70 տարի կուսակցությունը փայփայել է, 70 տարի քեզ Հայաստանի Հանրապետությունում համարել են թշնամի, համարել են ավանտյուրիստ, հատորներով, տասնյակ հատորներով քո դեմ գրքեր են գրել իբրև կուսակցություն, բայց ի վերջո ի ուրախություն ու երջանկություն մեր ժողովրդի 90-91 թվականին իրականություն։ Մի խոսքով KGB-ն չի գրավել ձեր կուսակցությունը։ Այդպես KGB-ներ չեն գրավել։